Պետրոսյանին ասում են, որ դու խումբ ես։ Հիմա եթե պարզեց, որ ինքը խումբ չի։ Ինքը պետք է արդարացի, որտեղ ինքը հատուկ սուբյեկտ չի։ Հեռուն գնամ, պատկերացնեմ, որ դատարանը որոշելու է, որ դելա խումբ չի, բայց օժանդակող է։ Որ օժանդակող է, որ հոդվածի։ Դառնում է առաջին մասի պաշտոնական լիազորությունների անցման։ Էրիկ Ալեքսանյանին ասում են օժանդակել ես երկրորդ մասի։ Պարզվում է, որ եթե հանգարց ինքը հիմնավորել է, մեղավորություն չունի, բայց ես փորձում եմ առանց ապացույցների մեղադրանք ներկայացնել։ Եթե հանգարց դատանը գտնի, որ օժանդակություն կա, ապա առաջին մասի օժանդակություն կա։ Ինչ ենք մենք արհեստական ուժացնում, ինչ ենք չեղած հանցագործությունը հանցագործություն սարքում, ինչի մենք չունենք սրա հիմնական ձևակերպումներ, օրինակ երբ որ մենք խնդրում ենք, ասում ենք ընկերներ, տվեք, հիմա սխալ էինք ասում, որ առաջ պայծած սուբյեկտիվ էր մեր մոտեցումը, որ ասում ենք հարգելի քննիչ, մեղադրանք ես ներկայացնում, խնդրում ենք առանձին ասա, սա որն է պաշտոնական լիազորությունների անցնում, իր հետևանքով, իր լիազորությունների անցումով, ակնեն արտադատական ակտներ ցույց հանցակազմի մակարդակում որն է, որ հետո չգաք ասեք լիազորությունները անցելով, կայացել է ակնհայտ անարդար դատականակ, որտեղ որ էական վնաս է պատճառ։ Հիմա ո՞նց է դատարանը այս խճճած պատմության մեջից հանելու, կա ձևը, դա ձևը արդարացումն է, արդարացման վերջից կայացնելն է, որովհետև մեղադրանքի կողմի այս ձևակերպումների պարագայում չի կարող ուղղակի այլ դատականակ կայացնել, դատանը կաշկանդված է մեղադրանքի ծավալով, դատանը չի կարող ինքնին մեղադրանք ձևակերպի առանձին ինչ-որ, որովհետև մենք դրանից ենք պաշտպանվել, այս ամբողջ դատաքննության ընթացքում նախաքննությունից սկսած պաշտպանվել ենք սրանից։ Այսինքն մենք ինչ ունեցանք, որ այս առումով ընդհանրապես պաշտոնական լիազորությունների հանցագործություն չունի, կամ էլ ծայրահեղ դեպքում առաջին մասը, հետևաբար իր բոլոր հետևանքները։ Սա եկանք այստեղ, ինչ ծանոթության հանցագործություն է սա։ Սա միջին ծանոթության հանցագործություն է։ Եվ ակնհայտ արտադատականակ կայացնելը, եւ պաշտոնական լիազորությունների անցման առաջին մասը։ Հիմա տեսեք ինչ այստեղ նա հետաքրքիր բան կա։ Մենք ինչ ենք ասում, տեսեք, նախաքննության փուլից, դատաքննության փուլից ասում ենք բոլոր գործերը հավասար են, բայց հաշվի առնելով դատավորի սուբյեկտը, նրան տրված բացառիկ լիազորությունները, ոնց որ գրած է, այստեղ որոշակի պետք է հատուկ պայմաններ լինեն, առավել խիստ պայմաններ, օրենքը դա հասկանալու, ինչպես նշեցի, գլխավոր դատախազի հետ տեղակալին ասում, կարեք հսկեք այդ գործի նկատմամբ, ոչ թե մյուս դատախազներն, այսինքն օրենքով սահմանված վիճակը։ Հիմա ինչ է ստացվում, ստացվում է, որ ցանկացած դատավոր կարող է ենթարկվի այս նման խնդրի, այսինքն իր աշխատասենյակում կնստի, այդ ԱԱՑ օպեր աշխատակից իր կաբինետում նա արձանագրություն կազմի, որ ես տեղեկություններ եմ ստացել, որ այսինչ դատավորը կաշառքներ է ստանում, ու գնում է դատարան, ասում է, դե թույլտվություն տվեք, որտեղ չեմ կարող պարզել, օպերատիվ հարցում, չգիտեմ, օպերատիվ տեղեկությունը ձեռք բերում եմ, արել, չի տալիս ոչ մի բան, հետ էլ չի տալիս, որ դատավորները մենք, որևէ մեկը չի կարողանում դա տեսնի, չի հասկանում, դա ոնց արել, որտեղ արել, ինչ արել եւ այլն, իր համար տվյալ է գրել, տանում է դատարան, ասում է, հիմա թույլ տվեք այդ ամբողջ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, անձնականության, սա վերահսկել, աշխատասենյակով, բանով, ասես 24 ժամվա ռեժիմով, ասես դնեն համապատասխան տեսախցիկը ու ձայնագրել։ Այս հիմնարար իրավունքը դրեք սահմանափակի։ Հիմա ասես պետք է պատկերացնենք, որ գոյություն ունի 3 ճյուղ իշխանության, դատական իշխանություն, գործադիր, օրենսդիր։ Հիմա այս դատական իշխանությունը որպես առանձին ճյուղ, պարզվում է, որ ոչ մի բան չի կարող այս հարցում անի, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ օպերատիվ աշխատակցի մի զեկուցագիր է, որը որ այս պարագայում դրվել է հիմքում եւ այս ամեն ինչ արվել է, դա նորմալ է, իսկ ով է երաշխավորված, որ իր վերաբերական զեկուցագիր չի կարող կազմել։ Հիմա մենք սխալ ենք ասում, որ ասում ենք, որ օպերատիվ աշխատակցին դեռ հարցակնենք, դրանք այդ ինչ ան։ Սխալ ենք ասում, որ ասում ենք հիմքերը տվեք։ Բա մենք չտենանք դու այդ որ ասում ես դու արել ես, ինչ ես արել, որտեղ ես արել, բայց ոնց եղավ որ դու դες տեղեկություններ ունեի, բայց այսքան ամեն ինչ մեջ չհաստատվեց։ Եվ այլ։ Չէ, մենք ասում ենք նորմալ է։ Մյուս դատավորներ կարող նույն ձևով անենք, ասենք դե օպերա կազմել է, քեզ գաղտնալսել ենք, այս ճիշտ է, ասածը չի հաստատվել, նա ուրիշ բան ենք ոնց որ տեսել, սա կբերենք դատորը, մեղադրանք։
Եվ հիմա սրա մասով ինչ կա, սրա մասով մի ամբողջ պատմություն կա, եվրոպական միության, եվրոպական երկրների առաջ գնացածս բանը, որ ասում են չի կարելի դες բան, չի կարելի դες բան։ Իհարկե մենք sense անդադ Հայաստանում sense փորձում ենք տարբերացնելով բանով, վերաքննիչ ենք ողոքում դե չգիտեմ ինչ պատճառաբանություն ա գրում, որ գիտեք ինչ կա, ես գտնում եմ որ զեկուցագիրը բավարար է, բայց նա պատճառաբանություն չի ոնց կարող բավարարել։ Ոնց կարող է բավարարել։ Բայց տենց է գտել, որ այդ փուլում այդ լավված իրավիճակում ինքն էլ հեռու մնա, անգարց իրանել նա զեկուցագիր չգրեն, չասեմ, որ ինքն էլ միատեսիչ բան արել եւ այլն։ Հիմա ուզում եմ այս մասով անդրադառնալ, հիմա փորձում եմ փաստաթուղթ անեմ։ Ինչ է դրան անդրադառնալը, որպեսզի կապ ավելի լավ գնա։ Եկեք մի հատ հասկանանք ընդհանրապես այս օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները, որ այլ փաստաթուղթ, արտարարության փաստաթուղթ են ճանաչել։ Դա ընդհանրապես ոնց է, բայց միջև մի հատ էլ բան ասեմ։ Տեսեք, Արսակ Ալեքսանյանի արանքը, որը որ sense խառը խոճուշ նկարագրել են, դիտարկել են եւ քննիչ եւ դատախազությունը որպես լիազորությունների անցում առանձին եւ ակնհայտ անարտադրական շատ հետաքրքիր է որ օպեր լիազորը ածի, որը որ հաղորդում ա գրել քննիչին, այս նույն բաները նկարագրելով, ընդհանրապես մի հոդված է գտել որ այդտեղ կա։ Այսինքն ասում եմ, որ ես գտել ընդհանրապես պաշտոնական լիազորություններ անցնեն հատկանշներ անցակազմ կա։ Բոլորս գիտենք ոնց է լինում օպերը, ոնց է գնալու, սկզբից տենց է եղել, բոլորը դա հասկացել։ Հետո է պետք եղել ճոխացնել, բարդացնել, sense խոճուշ պատմություններ ձևավորել, մի հատ էլ ակտն անարտար դատական ակտը դնենք, մի հատ էլ երկրորդ մասի SS հատկանիշ եւ այլ, հաղորդումը որ կհարթեք, տեսնեք, որ իմ ասած է իրականությունը։ Հիմա որտեղ է բարձր օպեր լիազորը, որ այստեղ օրինակ երկրորդ մասի հատկանիշներ կա։ Այսինքն որպեսզի միտքս պարզ լինի, եկեք արտավարության փաստաթղթերը հասկանանք, երբ որ քրեական վարույթի ճիշտ է կազմվել։ Ուրեմն 96 հոդվածի 3-րդ մասում ինչ է ասում, ասում է քրեական վարույթի շրջանակներից դուրս իրականացված օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքով դատանի թույլտվությամբ ստացած տեսագրություններ, ձայնագրություններ, այլ օբյեկտիվ փաստաթղթերը կարող են ճանաչվել արտավարության փաստաթուղթ եւ կցվել քրեական վարույթի նյութերի միայն այն դեպքում, երբ համապատասխան միջոցառում իրականացվել է ենթադրյալ հանցագործությունը կանխելու, խափանելու կամ ենթադրյալ հանցակատարած անձի հանցակի կատարման պահին դրանց անմիջապես հետո բացահայտելու նպատակով։ Ուրեմն ենթադրյալ հանցագործությունը ինչ է նշանակում։ Ենթադրյալ հանցագործությունը վերաբերում է նրան, ինչով էս պահին այս անձը մեղադրվում է։ Դու չես կարող ինչ որ բաներ ենթադրես, գնաս ընդդեմ քննություն անես, հետո ասես դեն ասածը չհասկացվես, բերում եմ ստեղ։ Բայց իմ ուզածը սա չէ, ես ուզում եմ դատանեմ, տեսնի 38 հոդվածը 3-րդ մասը ընթերցեք։ Եթե օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումները իրականացում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր եւ փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվել միջոցառումների անցկացնելու մասին որոշման, ապա դրանք չեն կարող օգտագործվել եւ ենթակա են ոչնչացման բացառությամբ այն դեպքերի։ Հիմա բացառությանը կանդրադառնամ։ Այս ինչ որ նկարագրված է մեղադրանքում, սա չի եղել օպերատիվ հետախուզական միջոցառում կատարելու թույլտվությամբ դատանի տրված այդ որոշման նպատակը։ Նպատակ եղել է կաշառքների հետ կապված տեղեկատվություն ստանալը։ Սա չի ստացվել։ Շատ լավ, ենթադրենք չստացվել։ Օրենքը ասում է, եթե ուրիշ բան է ստացել, կարա ինչ որ պայմանով լինի, եթե օպերատիվ հետախուզական գործունեության իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն։ Իհարկե մենք բարեխղճորենը չենք տեսնում, որովհետև խոսքը գնում է զեկուցագրի մասին, բացառապես օպերի, որ կաբինետում նստած կազմել է, որ հիմք չունի, ոչինչ չունի, եւ կուզեր 2-ից 5 միլիոնը կգրեր 18-ից 60 միլիոն։ Կգրեր արդեն ստացել է, չգիտեմ, հիմա էլ տերորիզմը նախապատրաստում, ինչ ուզի կգրի իր աշխատասենյակում, եթե դա վերահսկողության հնարավորություն դատարանները չունեն, պաշտպանող անձը չունի, ոչ մեկը չգիտենք, դա կարանք sense կանխավարկած կանխավարկած, կարանք ընդունենք, որ չէ, եթե ԱԱՑ աշխատակից է, հետևաբար բարեխղճագործ է։ Եթե կանխավարկածով լիներ, օրենքում չեն գրի, եթե գործել է բարեխղճ։ Օրենքը պետությունը նախատեսել է, որ օպերատիվ աշխատակիցը կարող է բարեխղճորեն չգործի։ Կարող է։ Որպեսզի հասկանանք գործել է, թե չէ, պետք է ստուգվի։ Ով պետք է ստուգի, դատարանը։
Դատավարության մասնակիցները ստուգել են, որևէ մեկս կարողացել են ստուգեն դրանք բարեխիղճ եղել թե չէ։ Հիմա օրինակ միտք եմ ասում եմ թիրախավորել էին Արուսեն Ալեքսանդյանին եւ այդ զեկուցագիրը կազմվել է 5 հատակով։ Մեկը կարասի չէ, դες բան չի եղել։ Մեկը կարասի կարող է եղել հա։ Մեկը կարասի լավ է տենց է եղել։ Մա ո՞րն է եղել։ Օրինակ դատան ո՞նց է որոշել։ Անկողմնակալ դատարանը պետք է որոշի։ Բարեխիղճ չէ թե ոչ, ո՞նց է որոշել։ Չի կարողանալ որոշի այս պայմաններում։ Հաջորդը բացառությունը։ Ստացված տեղեկությունները պարունակում են, տեսեք ինչ կարող է։ Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստության վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող որքի սա չեն կարդում։ Հիմա ասում եմ, այն որ դու հիմնական նպատակի տեղեկությունը չես ստացել, ուրիշ տեղեկություն ես ստացել։ Կարաս օգտագործես, եթե տեղեկությունները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տվյալներ են պարունակում։ Հիմա եթե բարեխիղճ լինեին եւ առաջին մասնիկ դարձին պաշտպանական լիազորությունների անցման, որովհետեւ ակնհայտորեն հաղորդման մեջ չկա։ Քրեական վարույթ նախաձեռնելու մեջ չկա, քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներում չկա փաստական տվյալներ, որ սա այլ ծանր հետևանք է առաջացրել եւ որ խմբի կազմում է կատարվել։ Չկա, ակնհայտ չկա։ Ինչի են դրել երկրորդ մաս, որպեսզի ծանր հանցագործություն դառնա։ Երրորդ մասն են գրին կազմակերպված խմբի կողմից է կատարվել, ինչ է խանգարում։ Հարուցումներ նախաձեռնել ենք, ոնց կներ, երրորդ մաս կգրենք, հետո ուրիշ բան կասենք, ասենք դե չհաստատվեց կազմակերպված խումբը։ Օրինակ կարող քննիչ ասել չգիտեմ, Կայուն խումբը, Թամարա Պետրոսյանը, Արուսյակ Ալեքսանդյանը, Էրիկ Ալեքսանդյանը, դերասենյակի աշխատակցության խումբ է կազմակերպված, հետևաբար երրորդ մասը։ Բա մենք ո՞նց պաշտպանենք, օրինակ այսինքն սենց, հա, եթե դե ոչինչ, իրենք տենց են գնահատել, բա ոչինչ գնահատելով չէ, փաստերը ուր են։ Բա մենք հիմա այսօր պետքա վիճարկենք, պետք է ասենք, որ պատվարժան դատարան չի եղել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տեղեկություններ։ Դա ասում ենք ձեզ ու ապացուցում ենք, քիչ առաջ այդ ապացուցմամբ է զբաղվում։ Խի որ հանգարց քրեական վարույթ նախաձեռնելու որոշումը այդ հոդվածով, հա, ուրեմն նշանակում է եղել, հա։ Դա կապ չունի։ Բացարձակ կապ չունի, կապ ունի են, թե վերջում ինչա պարզվում։ Օրինականության սկզբունքը դրանում է։ Սկզբից ինչ են որոշել իրենց գործնա, բայց դատանը վերջում պետք է այդպես ստուգի։ Պետք է հասկանալ, ընկերներ, կա թե չկա։ Եթե չկա, ուրեմն ձեր ամբողջ ՕՀՄ-ները զրո արժեք ունեն, անթույլատրելի ապահովում են, որտեղ այս բացառության տակ չմտան։ Այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքգրքով թույլատրվում է իրականացնել ՕՀՄ միջոցառումների անցկացումը։ Հիմա եթե ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքները թույլատրվում էր սա անել, չէր թույլատրվում։ Այսինքն եթե բարեխիղճ լինեին, եթե օբյեկտիվ լինեին, եթե բազար ու իրավունք չունեն սա անել։ Բայց օրենքը նախատեսել է, որ դու կարող ես սկզբից ուրիշ բան ես ունեցել, հետո ուրիշ բան ես ստացել, այդ ուրիշ բանը պետք է գնահատենք։ Ուրիշ բանը գնահատում են։ Այս սրա համար իրավունք ուներ, թե չուներ։ Իհարկե չուներ։ Հիմա եթե չունի, եւ եթե այս ՕՀՄ-ները չեն կարող արտավարության փաստաթուղթներ, ո՞նց են արտավարության փաստաթուղթ ճանաչել, եւ ես միջնորդում եմ, որպեսզի այս հիմքով դրանք անթույլատրելի ապացույցներ ճանաչեն։ Ընդ որում սա մենակ ես չեմ ասում, սա այս քրեական դատարանության օրենսգիրքը գրող կազմող անձին, երբ որ մեկնաբանություններ են թողել, դրա մեջ մանրամասն դրա մասին գրել են։ Իրանք էլ sense հստակ սրա մասին անդրադառնալով այս նույն մեկնաբանությունները անում են։ Այսինքն պարզվեց, թե ինչի են արհեստական ծանրացրել, լրջացրել, որպեսզի գոնե օրինականության տեստան եւ այլ եւ այլ։ Մենակ այս ասածների շրջանակում երեք մեղադրյալներ պետք է արդարացվեն։ Որտեղ եթե չկան այդ փաստական տվյալները, ՕՀՄ-ները, հետեւաբար որևէ բան չկա, բոլորը բխում են դրանցից։ Այս ամբողջի հիմքը 3-4 ամիս իրականացված ՕՀՄ-ներն է, որը վերել են զննել են, դրա շուրջ ինչ-որ գործողություն արել եւ ամբողջը բխում է դրանից։ Հիմա հաջորդը որ ուզում եմ անդրադառնալ պատվարժան։ Դա ընդհանրապես քրեական բարույթ են նախաձեռնում ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար, այն պարագայում, երբ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է, բեկանված չի։ Ամսի հոկտեմբերի 3-ին քննիչը նախաձեռնում է քրեական բարույթ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հատկանիշներով։ Նույն օրը դատախազը բողոքարկում է։ Իրանք էլ գիտեն պրոբլեմը, ներ շուտ չգիտեն, բայց
չգիտեմ ինչի են շտապում, նույն ամսի 3-ին հատուկ վերանայման բողոք է բերվում, այդ բացառիկ շտապողականության վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ասենց արագի մեջ բավարարում ակն անհիմն, դատախազը բողոքարկում ասում է, ուրեմն այս որոշումը բեկանի, դատավորը այնտեղ վերաքննիչ բողոքի հիմքերից սահմաններից դուրս է գալիս վարույթ հարուցելու մասին որոշումն է բեկանում, էլի, բայց սա թողեն, տեսեք, հիմա ես ամասում եմ, հիմա դատախազն ու դատարանը մտածում եմ, տեսօ պաշտպանը խոսում է այս դատական ակտի ապօրինության մասին, անհիմնության մասին, բայց ուժի մեջ մտածը, չէ՞։ Ուժի մեջ մտած դատական ակտը, վստահ եմ, ձեր մտքով դա անցավ հենց հիմա։ Բայց ո՞նց է, որ դա օրինական ուժի մեջ մտածը չի կարելի դες բաներ ասել, բայց պետական մակարդակով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը քննիչը կարող ասի, որ ակն է անարդար դատական ակտ է։ Անարդար է, հերիքին ապել ակն է անարդար է, որ վերաքննիչ թողել նույնն է։ Ո՞նց են ասել ակն է անարդար է։ Բայց քանի դեռ չի բեկանվել, նշանակում է վերաքննիչը թողել է նույնն է։ Կա տենց պետական մարմին, բացի վերաքննիչ դատարանից, իրավասու վերաքննիչ դատարան, որը որ կարա այս ակտին գնահատական տա, ակն է անարդարի, ապօրինության, խախտումների եւ այլն։ Կա տենց մեկը, որ կարա տենց ոնց կարա օրինակ պետական պաշտպանտարանցը իրավական օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ նման բան ասի, ու սա իրավական հետևանք առաջացնի։ Տեսեք, վկայակոչում եմ ԵԴ 0253-1121 գործով Վերաքննիչ դատարանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 9-ին կայացած եւ օրինական ուժի մեջ մտած որոշման դիրքորոշումներ։ Վերաքննիչ դատարանը ինչ ասում, մեջբերում է։ Վերաքննիչ դատարանը նաեւ արձանագրում է, որ հաղորդում ներկայացնելուց միջև դրա հիման վրա քրեական գործառույթի որոշում կայացնելը դատավոր Պետրոսյանի կայացած որոշումները բեկանված չէին։ Ուրիշ գործի մասին։ Ասում է դատավոր որոշումները բեկանված չէին, հաղորդումը տալու, քրեական գործ հարուցելու որոշում կայացնելու։ Դրանք գործունեության չլուծող այլ կերպ միջանկյալ դատական ակտեր են, որոնք ուժի մեջ են մտել հրապարակման պահից։ Դերն էլ է Հարուսյակ Ալեքսանյանի որոշումը կայացման պահից մտել է ուժի մեջ։ Հետևաբար քննիչը գործ ուներ առաջին ատյանի դատարանի դատավոր Պետրոսյանի կայացած օրինական ուժի մեջ գտնվող անմիջականորեն բողոքարկման ենթակա ոչ ենթակա դատական ակտի հետ, ում փակագծի մեջ գրում է։ Հարուցման որոշման մեջ խոսք է գնում նաև այս որոշ հայցադիմում վարույթ ընդունելու պայմանների խախտումների եւ այլն մասին։ Այլ կերպ վերաքննիչ դատարանը ասում է. Մինչև ավելի բարձր ատյանի դատարանների կողմից հետաձգված բողոքարկման ենթակա վերոյշյալ որոշման իրավաչափության ստուգումը, ու այստեղ կարևոր չէ քաղաքացիական գործով, այս մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ստուգումը վերաքննիչի կողմից Գրիգորյանի դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում դիտարկվել եւ քրեական դատավարության օրենսգիրքավորություն 151 նախատեսած կարգով քննարկվել չէր կարող։ Հիմա պրոյեկտում ենք մեր գործի վրա։ Վերաքննիչ դատարանը ասել է, վճռաբեկ բողոք են բերել մերժել է, մնացել է ուժի մեջ։ Ասում է, քանի դեռ վերաքննիչ դատարանը այս ակտի չի անդրադարձել, չի բերել։ Դու չես կարող նույնիսկ հաղորդում, չես դիտարկես որպես հաղորդում պատճառ, չես կարող դիտարկես որպես օրինական հարուցում։ Հիմա տենց մի պտտվել է, որ հիմա ինչ որ կարգը փոխվել է, հիմա քրեական գործի հարուցում չի, քրեական հարույթ նախաձեռնել է, ի՞նչ տարբերություն։ Հարույթի սկիզբը դրանով չի սկսվում։ Եթե հարույթ նախաձեռնելու որոշում չլինի, կարա քրեական հարույթ լինի։ Բայց երաշխիքը ո՞րն է, որ մի հատ քրեական դատարանության օրենսգրքում ասում է, եթե հարույթ նախաձեռնելու որոշումը ոչ իրավաչափ է, քրեական հետապնդումը ենթակա է դատարանցման, այսինքն այդքան կարևորել է, էլի, դրա օրինականությունը, իրավաչափությունը։ Հիմա այս վերաքննիչ դատարանի որոշումը, որ օրինակ Պետրոսյանի մասով կայացել է մտել է ուժի մեջ։ Օրինակ սա Հարուսյակ Ալեքսանյանի մասով չպետք է կիրառվի, պետք է ասենք իրան վերաբերում է, քեզ չի վերաբերում Հարուսյակ Ալեքսանյանը։ Ինչի՞։ Ինչու՞ օրինակ այս պարագայում մենք չենք կարողանում ասել, որ այս հաղորդումը, որ օպերելի հազորդավել է, ասել ակնհայտ անարդար դատական ակտ կայացրել։ Այն որ քննիչը նախաձեռնել է, դրան բոլորը չեն կարող որ իրավաչափ լինեն, որովհետև վերաքննիչ դատարանը այդ պայմանությամբ չէր մեկանալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Ու շարունակում է, ասում է քննարկվել չէր կարող, այսինքն քրեական հետապնդման մարմինները իրավունքի գերակայության սկզբունքի գործողության ուժով օբյեկտիվորեն ողջամտորեն պետք է զրկված լինեին օրենքով նախատեսված որոշումներից որևէ մեկը տվյալ դեպքում քրեական գործառույթի մասին որոշում կայացնելու հնարավորություն։ Իսկ ասում եթե քրեական գործն էլ հարուցելու մասին անհիմն ու անօրինական որոշումներ են կայացել այլևս,
Ուրեմն պետք է դրանք վերացնենք, քրեական հետապնդումը պետք է դադարեցնենք։ Տեսա որպես իրավական փաստարկ, վկայակոչում եմ դատարանին եւ խնդրում եմ այս առումով նաեւ դիտարկել այս փաստը։ Հիմա եթե ամսի 3-ին հաղորդումը տվել է, մեջն նման բաներ ա գրել, որակնական նախադատական ակտը, ամսի 3-ին վարույթը նախաձեռնվել է, ամսի 3-ին բողոքը վերաքննիչ դատարան գնացել է, ամսի 14-ին էլ բեկանվել է։ Հիմա ինչ ենք ասում ենք, որ հաղորդումը Օպեր լիազորին իրավաչափ էր, ասում ենք քրեական վարույթ նախաձեռնելը որոշումը իրավաչափ էր, ասում ենք թե չենք ասում, եթե ասելու ենք, իմանանք, որ բացառություն է Արուսյակ Ալեքսանյանը, իր գործով սենց խիստ բացառություններ են գործում, մյուսների մասով կարելի է, իրան չի կարելի։ Հիմա եթե սա ոչ իրավաչափ է, հետևաբար քրեական վարույթը որոշումն էլ է ոչ իրավաչափ, հետևաբար քրեական հետապնդումը երբեք այդ դադարեցման առնվազն այդ հատվածում, ականական արդար դատական ակայացնելու հատվածում։ Վերաքննիչի որոշման ԵԴ 0253 1121 Կարմե Պետրոսյանի վերաբերյալ գործով է դատավոր 21 թվականի նոյեմբերի 9-ին։ Այսինքն մենք հասկացանք, որ նույնիսկ այս մակարդակում առանց ապահովների հետազոտման այստեղ հակնած խնդիրներ ունենք եւ պետք է քրեական հետապնդումը դադարեցվի։ Ուրեմն ուզում եմ խոսել նաեւ Արուսյակ Ալեքսանյանի մինչև ԲԴԽ-ի համաձայնություն տալը նրա նկատմամբ իրականացող քրեական հետապնդման, ապօրինի քրեական հետապնդման մասին։ Դրա մասին դատարանում խոսել են, փորձեմ հնարավորինս ակիրճ լինել, բայց քանի որ եզրափակիչ ելույթ է, եկեք հասկանանք այս մասը, որտեղ այն ժամանակ կալանքի շրջանակում էր։ Հիմա մենք կոնկրետ խոսում ենք, այս իրավունքը երաշխավորվել է, թե չէ։ Ձեր եզրափակիչ ելույթը նկատի մասը բաղկացած։ Նա ոնց հասկացա, սա մի մասա եւ դա ապացույցներ։ Չէ, ապացույցները ասացի, որ չեմ անդրադառնալ, որովհետեւ առանց ապացույցների արդեն այս ամեն ինչը ըստ էության մոտավոր։ Ես թվում է 15 րոպե փոխեցում ավարտել դրա։ Պատասխան դատարան, ինչա տեղի ունեցել էլի, հա, դա մի փոքր անդրադարձակ։ Այսինքն Օպեր լիազոր զեկուցակ գրեց, գնաց դատարան, ասես դատավորի վերաբերյալ, դատավորը ով է, ուրեմն այն սուբյեկտն է, որը որ Հայաստանի Հանրապետության սահմանության օգտվում է քրեական հետապնդման անձեռնխելությունից։ Ասում է թույլ տվեք իր հիմնարար իրավունքները անձնական կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցության եւ այլ սահմանափակող, ասած որոշում կայացել, թույլ տվեք սահմանափակել։ Ընդ որում ինչ է լինում, մեջ ինչ է գրած։ Գրածը տեղեկություններ ենք ստացել, որ Արուսյակ Ալեքսանյանը կաշառք է ստանում։ Հետո էլ ասում են, քանի որ բավարար տվյալներ կան, որ ինքը կասկածվում է պաշտոնապես պետությունը, միջնորդության մեջ դատարանի գրում է Արուսյակ Ալեքսանյանը կասկածում է ծանր առնվազն ծանր հանցագործության կատարման մեջ։ Դատարանն էլ է գրում, հաստատում է, որ տես տվյալներ կան։ Հիմա եվրոպական դատարանը ինչ է ասում, գիտեք բոլորս։ Հիմա մեր Հայաստանի Հանրապետությունը ո՞նց է։ Քրեական հետապնդումը կա, երբ որ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացել։ Առաջ էլ սենց է, որպես մեղադիա ներգրավելու մասին որոշում կայացնել կամ կասկածյան ներգրավել են երկու ձևով։ Այդ երկուսը եթե կա, համարվում է որ քրեական հետապնդում կա։ Եվրոպական դատարանը, Վճռաբեկ դատարանը ասացին, որ ոչ, այդպես չի։ Այն պայից սկսած, երբ որ պետությունը պաշտոնապես որևէ կասկած, մեղադրանք է առաջադրում, ներկայացնում, արձանագրում անձի կողմից որևէ ենթադրյալ անձնակատարելու վերաբերյալ, սա նշանակում է, որ ինքը արդեն իսկ փաստացի քրեական հետապնդման է ենթարկվում։ Այս հետ մեղադրանք եզրույթն է մեկնաբանվել եվրոպական դատարանի կողմից, ասում է, որ քրեական մեղադրանք եզրույթը պետք է հասկացվի ոչ թե ձևական, փաստաթղթային, այսինքն որոշումը կայացրել ենք թե չէ հետապնդում հարուցելու, այլ բովանդակային, գործնական իմաստով։ Անձի նկատմամբ մեղադրանքի առկայության մասին կարող են վկայել, օրինակ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն։ Օրինակ Էկլեն ընդդեմ Գերմանիայի գործով ասան անդրադարձը, Շուբինսկին ընդդեմ Սլովակիայի գործով անդրադարձը, ԳԿ-ն ընդդեմ Լեհաստանի եւ այլն եւ այլն։ Շարունակում եմ։ Ուրեմն ասում է Եվրոպական դատարանը վճռել է, որ քրեական իրավախախտման
տուն համարվող արարքներին իր մասնակցության մասին հարցաքննող կասկածյալը եւ իրավախախտման իր ենթադրյալ մասնակցության կապակցված հարցաքննված անձը անկախ տվյալ անձին պաշտոնապես վկայի կարգավիճակ տալու հանգամանքից, ինչպես նաեւ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընդհանրակարգից քրեական իրավախտման մեջ պաշտոնապես մեղադրվող անձ է։ Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով դատան այս հարցին վճռաբեկ դատան անդրադարձել է, Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով, Արուժան Մանուկյանի վերաբերյալ գործով անդրադարձել է եւ ասել է այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն բաժելի արար, քննարկող որոշում իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշման հետ։ Հիմա այնտեղ հարուցումը կարևոր չի դե հարուցման մասին, այդ բանին կոնկրետ խոսել է հարուցման մասին։ Կարա դրանց առաջվա փաստաթուղթ լինի։ Հիմա մեր հաղորդման մեջ գրած է, որ դատավորը կատարել է հանցանք։ Քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու որոշման մեջ գրել է կատարել է հանցանք։ Գլխավոր դատախազը քննչական խումբ կազմելու մեջ որոշման մեջ գրել է դատախազական խումբ կազմելու որոշման մեջ գրել է, որ կատարել է հարուսի քաղաքացիական հանցանք։ Քննչական ենթակայության որոշման մեջ գրել է, որ կատարել է հանցանք։ Սա պետական բոլոր մարմինները ասում են ինքը հանցանք է կատարել։ Հիմա ինչ պետք է սպասենք իրանք 2022 թվականի հունիսից, թե հուլիսից, ասենց 3 ամիս պաշտոնապես ասեն հանցանք, հետո գան ասեն, դες սպասիկնատես օպերատիվ մասը վերացենք քրեադատավարական արդեն քրեական վարույթի։ Մի հատ էլ դեռ ասենք հանցանք, թե մի օր, երբ որ մտնելով կանցնի, կդիմենք ԲԴԽ, ասենք արդեն ժամանակն է, մենք սա քննություն արել ենք, արգելի բարձրագույն դատական խորհուրդ, բոլոր փաստական տվյալները քրեական հետապնդումը հարուցել ենք, հավաքել ենք ապացույցները, հիմա թույլ տուր պաշտոնապես որ մեղադրանքը ներկայացնենք, որ նոր դառնա քրեական հետապնդում ա, Եթե այսպես է, ուրեմն համարենք, որ դատավորների անձեռնխելության իրավունքը 0 արժեք ունի։ Որպեսզի այդպես չլինի, որ սենց ինչ-որ խոսքեր են ասում, եկեք մենք սենց որոշումներ ասենք դատարանի Վերաքննիչ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 16-ին ԵԴ 0163-1021 որոշումն է, որտեղ Երևան քաղաքի կենտրոն դատարանի դատավորներից մեկի վերաբերյալ ուրեմն քննիչը ընդհանրապես միջնորդել էր, ասել էր թույլ տվեք վերցանումներ անեն։ Դենամ զանգ ումա կատարել, չի կատարել, ինչի, որովհետև վկայի է ինքը, ցուցմունք ա տվել, ուզում եմ վկայի ցուցմունքը, այս դատավոր վկայի ցուցմունքը, ուզում եմ ստուգ եմ արժանավատությունը։ Վերաքննիչ դատարանը գիտեք ինչ ասել է, ոչ, սա փաստացի քրեական հետապնդում է արգելի քննիչ։ Դու որ ուզում ես իր ասածները ստուգես, կասկածում ես այս ամեն ինչի մեջ, փաստորեն դու իրան ինչ որ հանցանքի կատարման մեջ ինչ-որ կասկածի մաս կա։ Հետևաբար քրեական հետապնդում է, այս մասը ընթերցեմ, որպեսզի պարզ լինի։ Վերնշված իրավանորմերի, որում Եվրոպական դատարանի քիչ առաջից վկայակոչած նախադեպերի եւ այլն, մարդու իրավունքների Եվրոպական դատարան նախադեպային իրավունքի լույսի ներքո անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված միջնորդության մեջ տեղ գտած ձևակերպումներին կարելի է ողջամիտ եզրանկման գալ, որ դատավոր Վարդազյանի նկատմամբ փաստացի հարուցվել է քրեական հետապնդում, առանց հաղթահարելու նրա անձեռնխելության ինստիտուտ, առանց բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Միջնորդության մեջ տեղ գտած ձևակերպումներից հետևում է, որ կասկածի տակ առնելով Վարդազյանի ցուցմունքների իսկությունը, կասկածի տակ է առնելով վերջինիս կողմից 2015 թվականի այսինչ օրեցի ժամին Երևան քաղաքի ընդհանրացան դատարանում տեղի ունեցած նիստում ԱԱՑ-ի հարուցած միջնորդություն քննելու հանգամանքը, նախաքննության մարմինը միջնորդել է թույլատրել վերցանել Վարդազյանի կատարած եւ ստացած հեռախոսազանգերը։ Սա ակնհայտորեն վկայում է վերջինիս նկատմամբ փաստացի հարուցած քրեական հետապնդման մասին, առանց ԲԴԽ-ի համաձայնության նման պայմաններին վերաքննիչ դատարանը անկյունատրելի համարում նրա հեռախոսազանգերի վերցանումները կատարել ու մերժել։ Օրենքում գրած չէ։ Ինչ եմ ասում, որովհետև այս գործով բոլորը ասում են, դե օրենքում գրած չէ, որ ՕՀՄ կատարելու պետք է ոնց որ անձեռնխելությունը հաղթահարվի։ Հա, գրած չի։ Այնտեղ մի բան է գրած, ասում եմ, քրեական հետապնդում հարուցելուց իրականացնելուց պետք է ԲԴԽ-ի համաձայնություն լինի։ Հիմա այս դեպքում վերցանումը ընդհանրապես ուզեցել վերցնել, ասել է, չէ, գնա ԲԴԽ-ի համաձայնություն ստացել է փաստացի քրեական հետապնդում։ Բա ո՞նց եղավ, որ այդ մեջը գրած է, որ ծանր առավելապես ծանր անձնավորության կատարման մեջ կասկածվում է, օրինակ դա քրեական հետապնդում չի, ԲԴԽ-ի համաձայնություն պետք չի։ Հետևաբար
2022-ից առաջ է, ճիշտ է։ Սա 2000 քիչ առաջ ասեցի։ 21 թվականի փետրվարի 16-ից։ Պատվաժան Եվրոպական դատարան կոնվենցիա, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որևէ կերպ այս առումով փոփոխության չէ ենթարկվում այնպեսի, որը որ կարող է այս միտքը փոփոխի, այսինքն այն ժամանակ օրինակ երբ որ անձին պաշտոնապես ասում ես դու կասկածում ես քրեական հետապնդումը, սա չէ։ Այսինքն մեղադրանք կլինի քրեական հետապնդումը բառերի տարբերությունն է։ Փաստը մնում է փաստ, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում, քրեական մեղադրանք։ Այսինքն մենակ այս հիմքով, որ Արուսակ Ալեքսանյանը նկատմամբ նաև առանց ԲԴԽ համաձայնության քրեական հետապնդում առանցել, դա նշանակում է, որ այս ամբողջ վարույթը էլի ապօրինի է։ Ընդ որում պատվաժան դատան, այս տատական չէ, որ դատանում բիզնեսեցի, միջև 4-րդ հատորը կոնկրետ փաստաթղթեր է դազոտեցին։ Ուրեմն 4 հատոր գործ են քննել Արուսակ Ալեքսանյանի վերաբերյալ։ Կաշառքից բացի, ինչ որ զեկուցագրում գրել է, ամեն ինչ քննել են։ Ընդհանուր քննել են թե ընտանիքի անդամները, որտեղ հողագտոր ունեն, ինչ մեքենային պատճառ է, հայտարարություն գրել է դրա մասին, թե չի գրել, ով երբ Հայաստանից գնաց եկա, լուրջ այս ամեն ինչը ցած պետք է քննենք, ավարտենք, մի քանի ամիս տանենք, հետո կանք ասենք, հա, ԲԴԽ թույլ տվեցին, հա, լուրջ ցած է, եթե Հայաստանում այս մեթոդն է, դատավորների երաշխավորումը, ո՞նց է լինելու վիճակը, լավ, այսինքն դատավորները ո՞նց կարան անկախ լինեն սահմանադրությամբ, ոնց կարան ցենց կաշկանդված չլինեն որևէ պետական մարմնով եւ այլ եւ այլ եւ այլ։ Ուրեմն ուզում եմ վկայակոչել 2011 թվականի հոկտեմբերի 20-ին թիվ ԳԴ 5-0022-0110 որոշումը վճարվել դատարանի, որտեղ անդրադառնում է հենց դատավորների դերին եւ այլ եւ այլ։ ԳԴ 5-0022-0110 վերլուծում է Եվրոպական դատարանի, չգիտեմ, միջազգային ինչ-որ փաստաթղթեր եւ մեջը ասում է նաեւ, որ դատավորների կարգավիճակի մասին Եվրոպական խարտիան, Եվրոպայի խարտիայի բարձրաբանման հուշագիրը, նախարարների կոմիտեն, դատավորների անկախության արդյունավետության դերի մասին հանձնարարագիրը եւ այլն մեջ բերելով ասում է, որ դատավորի կարգավիճակը պետք է լինի այնպեսին, որպես լիարժեք երաշխավորվի նրա իրավասությունը, անկախությունը, անաչառությունը, նպաստի նրա նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը։ Պետությունները պարտավոր են դատարանի անկախության սկզբունքի ապահովման համար նախատեսել երաշխիքների գործուն համակարգ, որը պետք է պայմաններ ստեղծի, առանց որևէ սահմանափակման, ամեն կերպ բացառելով որևէ իրավաչափ ազդեցության, հարկադրանքի, սպառնալիքի, ուղղակի ճնշման միջամտության հնարավորություն անկախ անբանից տոն կողմից ինչ պատճառով է դառնում։ Շարունակելով գնում է։ Պետք է բոլոր ճնշումներից բացառվի, անձեռնխելության մասին է խոսում, չեմ ուզում այսքան ծանրաբեռնեմ, բայց ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ եթե դու դատավորին երաշխիք ես տվել սահմանության, դա չես ապահովում այդ երաշխիքը։ Հիմա ես քաղաքացի եմ, այս պրոցեսը հետևում եմ, տեսնում եմ, հաստորեն օպեր լիազոր ցանկացած, կարան մի հատ ինչ-որ բան բերի, դատավորը հասնի ստեղ։ Հիմա այս դատավորը անկախ, սենց ինքը, օրինակ մտածում են, որ ինքը, չէ, ես որպես քաղաքացի ասում եմ, բայց որ ԲԴԽ-ն իշխանությունների տարանջատման սկզբունքի համաձայնության համաձայնություն տար, եւ որ պետք է միայն անձեռնխելություն հաղթար, որ այդ ամեն ինչը չեն անում, ու սա անցնում է, հասնում է ստեղ, այսինքն սա նորմալ է մեր երկրում, ո՞նց կարես դատավոր անկախել։ Բայց նույն խարտիայում ասում է դատավորը պետք է նաեւ երևա այդպեսին, այս երաշխիքները պետք է հանրային նաեւ լինեն։ Ես պետք է վստահ լինեմ, որ ցանկացած դատավոր, որը որ գործ է քննում, ինքը մտքի ծերում չի ունենալու, որ օպերատիվ աշխատակիցը կարա իր համար սա պրոբլեմ ստեղծի, ոչ օրինական, եւ շրջանցել այս մեխանիզմը։ Ինքը պետք է իմանա, որ եթե օպերատիվ աշխատակիցը սա կազմի, իրավունք ունի կազմի։ Երբ որ տանի, պետք է ԲԴԽ-ից համաձայնություն ստանա, ԲԴԽ-ն կդասնելու բեր ինքը։ Այդ որ դու կազմել ես, բայց ես հələ բարձրագույն դատական խորհուրդն եմ, երաշխավորն եմ, այս իշխանության ճյուղի, հələ պետք է նա։ Վախենում եմ, որ ընդեղից կիմանամ տեղեկատվություն կա։ Այ եթե սենց պետք է այս պետությունում աշխատենք, այսինքն ոչ մի բան չանենք։ Դու պետք է բարձրագույն դատական խորհուրդը ասի, շատ լավ, եկել եք, ասում եք, որ պետք է այս գործողություն, բերես նայ։ Հենց կտեսնեն, որ քո մոտ ողջամտության սահմանը կա, թույլ կտա։ Բայց եթե դու ուղղակի զեկուցագիրը կազմել ես, եկել ես ասում ես հավատացեք ինձ անկեղծ խոսք, չենք հավատում հաճախ։
Այսպես պետք է լինի օրինական իրավական պետությունը, դատավորի անձեռնխելությունը։ Թե չէ sense տանում են դատավորները պեչատը դրել են ՕՀՄ հաստատող դատավորները կամ քննող դատավորները, ինչ տանում են, ասում են տեղեկանքը վերել է բավարարել։ Ուշ, եթե սա է ինչ երաշխիք, ձեր երաշխիքը որն է, մյուս դատավորի երաշխիքը որն է, չկա։ Ես փորձեմ կրճատել ու հավաքել։ Այսքանով ավարտում եմ իմ եզրափակիչ ելույթը պատվարժան կատարան, եւ ես գտնում եմ, որ առաջին իսկ պահից ՕՀՄ-ի զեկուցագիրը կազմելու պահից սկսած, դատաների կողմից թույլտվությունները տալուց սկսած, ամբողջ պրոցեսը եղել է քրեադատավարական նորմերի ակնհայտ կոպիտ էական խախտումներով։ Դատավորի անձեռնխելության քրեական հետապնդման ենթարկվելու իրավունքի անձեռնխելության իրավունքի խախտումներով ակնհայտ, ինչը հանգեցնում է ապօրինության, առանց դատական ակտի բեկանման հաղորդում ներկայացնելը եւ վարույթ նախաձեռնելը հանգեցնում է ոչ իրավաչափ դատական քրեական վարույթ հարուցելու։ Այս ամբողջ ինքնին արդեն իսկ ՕՀՄ-ները, երբ որ ծանր առանձնապես ծանր հանցագործությունով չեն կապարվել, այսինքն դրանք չեն կարող օգտագործվել որպես ապացույց, դրանք անթույլատրելի ապացույցներ են, հետեւաբար մենակ այս հիմքով քրեական հետապնդումը 3 մեղադրանքի մասով ենթակա դադարեցման։ Դրան զուգահեռ ես նաև ներկայացեցի առանց ապացույցների, համարենք ապացույցները ճիշտ է, լավ առաջի կետը համարենք ճիշտ է։ Մեղադրանքի կողմի ներկայացած մեղադրանքի ձևակերպումները, այդ ձևակերպումների վերլուծությունը եւ տեսանք, որ ակնհայտորեն պաշտպանական ազատությունների անցման ոչ առաջին մաս կա, առավելևս ոչ երկրորդ մասի 4-5-րդ կետեր կա։ Այս առումով գտնում եմ, որ մեղադրյալները ենթակա են արդարացման եւ կոնկրետ Մարուսյակ Ալեքսանյանի մասով դատաներ խնդրում եմ, որպեսզի հրճակի եւ ճանաչի նրա անմեղությունը եւ արդարացնի։ Դու ձեր եզրափակիչ ելույթով տարբեր բաների մասին խոսեցիք, նաև որ իրավական հարց եք բարձրացնում, որպեսզի դատարանը ձեր կողմից մատնանշված հանգամանքների եւ բարձրացված իրավական հարցին գնահատական տա։ Ըստ էության վերջիկ կայացնում։ Քրեական դատավարության օրենքի 338-րդ հոդվածի համաձայն օրենքի կիրառման եւ ինքնաբանման հարցի քննարկման տեսանկյունից Քրեական դատավարության օրենքի 342-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով նախատեսված հարցերի հետ կապված իրավական մեկնաբանման հարցերը քննարկելու համար գրավոր է ներկայացվում, այսինքն այն հանգամանքները, որոնք ըստ կողմի իրավական մեկնաբանման կարիք ունեն։ Այլ քանի որ բանավոր խոսքով հանդես եկաք եզրափակիչ ելույթներում, եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր կողմից բարձրացած հարցերը առնվազն քրեական դատավարության այս դրույթների համատեքստում իրավական մեկնաբանման տեսանկյունից քննարկման առարկա դառնան, դրանք պետք է գրավոր ներկայացնեք։ Հաշվի առնելով, որ Մարուսյակ Ալեքսանյանը նաև նշել է, որ իր պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն է եզրափակիչ ելույթով հանդես գալու, նաև այդ թվում Մարուսյակ Ալեքսանյանը ինքը ևս ցանկացել է եզրափակիչ ելույթով հանդես գալ, այսինքն մենք որոշակի ժամանակ ունենք եւ գրված է, որ պետք է միաժամանակ դա ներկայացվի, ուստի դուք ժամանակ ունեք գրավոր կարգով ներկայացնելու այն հարցերը, որոնք ձեր գնահատմամբ իրավական մեկնաբանման կարիք ունեն։ Եվ այդ համատեքստում դրանք կարող են նշված ձևաչափով մեկնաբանման առարկա դառնալ։
Դրանք միանշանակ ներկայացվել են, որ ես օրինության ժամը 5-ին եմ աշխատանքս ավարտել, չեմ կարողացել գերավոր բերել, բայց համապատասխան ըստ փուլում դա գերավոր կերպով պատվաստանատը ներկայացվել է։ Լավ։ Կարող եմ ստանալ։ Ամուսակ Ալեքսանդրովич, դուք Հովսեփ Սարգսյանն եք խոսել եք։ Պայմանավորվածություն ուժի մեջ է։ Նախորդ դատական նիստին նշեցիք, որ չի եկել առողջական խնդիրներով պայմանավորված, այսինքն որպես դատավության այս դատական նիստի մասնակիցներին առնվազն հայտնի է, որ առողջական խնդիրներ եւ գնացել էր հետազոտման։ Այսօրվա դատական նիստին իսկ մենք համաձայնեցված օրեր ունենք, հիմա հաջորդ նիստը որ նշանակվեց, որ ելույթ են խնդիրները չունեն։ Ինչի համար դա ասում, որովհետեւ եթե խնդիրն առաջացան, մենք ցես կլսենք ու կասնենք առաջ։ Կանոնավոր որոշակի փաստեր վերջերս դատական նշանակված դատական նիստում նախքան պատասխանատվության գործեր եւ մեր գործող դատավարության մասնակիցները ներկայացնեն սպասումներ կան 4-ին նիստով։ Պատողժան դատարան ես հիշում եմ հարցը փոքր անկախված մնաց, դուք նշել եք, որ ներկայացնեմ համապատասխան ներկայացրել են դրան, տեսեք, փաստացի ձեր նկատմամբ կիրառված Հայաստանի երկու խափան միջոց համացված, դա իսկ բացակայելու արգելքը եւ գրավ։ Դուք փաստացի միջնորդում եք, որպեսզի ձեր նկատմամբ կիրառված, այսինքն ոչ թե միջնորդում եք, նշել եք ու ցանկանում եք մեկնել Հայաստանի Այո, ֆորմալ իմաստով է դες, բայց բովանդակային իմաստով դատավարական տեսանկյունից այն վերացում է ենթադրում, որպեսզի հնարավորություն լինի։ Այսինքն դրա համար պետք է համապատասխան միջնորդությամբ հանդես գաք։ Այսինքն դուք նշել եք, որ ունեք նման խնդիր չասեմ էլ, այսինքն նպատակ, այսինքն ձեր կյանքում տեղի ունեցել իրադարձություններ, այդ իրադարձություններով պայմանավորված արտերկրում որոշել եք դա կազմակերպել, իրականացնել եւ խնդրել եք, որպեսզի դատարանը թույլ տա։ Դրա համար ներկայացրել եք փաստաթղթեր, այսինքն նախորդ դատական նիստին բանավոր նշվեց, ասացիք, որ գրավոր կնքուղարկ է։ Գրավոր ստացվել է։ Հիմա այդ ամեն ինչի արդյունքում գնում է դատարանը պետք է հաստատություն քննարկի ձեր նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացնելու հարցը։ Թե դուք կոնկրետ նման միջնորդություն չեք ներկայացրել։ Պատողժան դատարան ֆորմալ իմաստով ոչ, բովանդակային իմաստով պատրաստ եմ այն ներկայացնել։ Բովանդակային իմաստով պատրաստ եք ներկայացնել, որովհետեւ դուք այդ միջնորդություն ներկայացնեք որոշակի ժամանակապահ։ Թե ձեր կողմից, թե դրա վերաբերյալ կողմերի կարծիքը լսելու եւ նաեւ դատարանում բնականաբար առանձին սենյակ հեռավորություն չկա, որոշում կազմում։ Խնդիրը նրանում է, որ 4-ի նիստ ունենք, 4-ի նիստի ներկայացած անձին սպասում են հիմա։ Ես պատողժան դատարան խնդիր չունեմ, մեր դատականի ստանկեցից հաջորդ եփանշանակված մոտից 14-ին։ Զուտ ժամանակագրական առումով ես իհարկե չեմ կարող կանխատեսել պատողժան դատարան ինչ որոշում կկայացվի ձեր կողմից, ես թույլ չեմ տա, բայց 14-ին ժամը 14-ին դատական նիստ ունենք։ Այս ձեր պայմանին հաջորդ դատական նիստի դատան առաջին ձեզ կլսի։ շատ շնորհակալ։ Այսինքն մինչև եզրափակի ջերմով հանդես գալը, որովհետև չեն կարող կանխատեսել որքան պետք է։ Մերսի։ Ձեզ ներկայացած փաստաթղթի բաժանանները չտան։ Այսինքն այդ առավելման կապված փաստաթղթերը ներկայացնել։ Հաջորդ նիստին դիրքորոշում արտահայտելու համար ցանկալի է որ Այդ դեպքում դատական նիստից հետո 5 րոպեների ընթացքում ձեզ կտրամադրեն։ շարունակ